Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ եւ մենք բացում ենք այսօր մեր հաղորդումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են մնալ այն երկիրը, որի վրա անընդհատ հայացքներ են նետվում տարբեր երկրներից, տարբեր ուժային կենտրոններից, երկրորդական նշանակություն ունեցող երկրներից, երրորդ աշխարհի երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից։ Եվ այս առումով եւ այս համատեքստում շատ կարեւոր է թե ինչ է Իրանից ներկայացնում այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի Ամերիկան։ Երեք շատ հետաքրքիր մի իրադարձություն տեղի ունեցավ, որը մեզ առնվազն մտորումների տեղիք է տալիս։ Սպիտակ տան ներկայացուցիչները ինչ որ պատահականությամբ, չգիտեմ ինչպես է դա հնարավոր, բայց ստեղծել էին ինչ որ խմբակային չաթ, որտեղ ավելացրել էին The Atlantic պարբերականի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին եւ իր ներկայությամբ այդ չաթում մեծ քննարկումներ էին ծավալել, քննարկելով Եմենի վրա, հութիների վրա հարվածները, այն հարվածները, որոնք տեղի են ունեցել մարտի 15-ին։ Ջեֆրի Գոլդբերգը այդ ամենը ներկայացրել է հանրությանը, իհարկե որոշակի մանրամասները չի ներկայացրել, այն ինչ վերաբերվում էր պետական գաղտնիքին։ Եվ այս ամենը առանց երևի թե առաջացնում է հարցեր Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի adekvatության սահմանների մասին, չնայած սպասելիորեն ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթը հերքել է այդ հայտարարությունը, անվանելով Գոլդբերգին սուտասան եւ դիսկրեդիտացված լրագրող։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ ծուխը լիդում է առանց կրակի եւ սա այն դեպքն է, երբ մենք էլ պետք է որոշակի կերպով մտածենք եւ մտորումներ ունենանք այս ամենի կապակցությամբ։ Այսօր մեր հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Պարոն Սաքունց, բարև ձեզ։ Առաջի հարցը այսպեսին է, նախ փորձենք հասկանալ սա իրականություն է թե ոչ, սպասելի է այս վարչակազմից այսպիսի չգիտեմ, պարտականությունների թերակատարում եւ հետո փորձենք շարունակել զրույցը։ Ճիշտ ասած, երևի թե միակ ապացույցողական նշանակություն ունեցող փաստը կարող է լինել, եթե լրագրողը հրապարակի, հա, ըստեյության այդ հրապարակել է։ Ես ծանոթացել եմ մի քանի էջը շատ մանրամասներ են մեջը, որ չգիտեմ, այդ ինչ ֆանտազիա պետք է ունենա այդ լրագրողը, որտեղ ես դա ցավոք չեմ տեսել, բայց դա շատ կարևոր ելակետային նշանակություն ունի, որպեսզի եզրակացություն անել, թե ինչ վիճակում է գտնվում կառավարման համակարգը Թրամփի նախագահության օրոք, որովհետև պատկերավոր ասած վագոններով պետական ապարատից մարդկանց հեռացնել աշխատանքից, ընդ որում դա վերաբերվում է նաև անվտանգային մարմիններին։ Իդեպ սպիտակ տան աշխատողները 100%-ով բոլորին հեռացրել են աշխատանքից, ոչ մի չի մնացել։ Այսինքն այստեղ մենք ոչ միայն դա հետաքննությունների ֆեդերալ բյուրո, Պենտագոնին է արդեն հասնում, գործակալություններ են փակվում ամբողջությամբ եւ ընդ որում այդ ամեն ինչը կատարվում է մի այնպիսի մարդու խորհրդատվությամբ, ինչպիսին ասենք Իլոն Մասկն է, որ ընդհանրապես պետական կառավարման համակարգի հետ կամ ինստիտուցիոնալ
ընկալման տեսակետից որևէ առնչություն չունի։ Չնայած ինքը Թրամփն էլ մեկ անգամ ընտրվել է նախագահ, բայց ինքն էլ որպես բիզնեսմեն ինքը որևէ առնչություն չունի պետական ապարատի հետ։ Այն որ քաոտիկ իրավիճակ, ես կարող եմ ասել գոնե մեր պարագայում քաղաքասարակության հետ կապված հարցերում խնդիրը միայն այն չէ, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կամ NED-ը, հայտնի կառույցների հետ կապված խնդիրներ կամ նույն ազատություն ռադիոկայանի հետ կապված Ամերիկայի ձայնի, այսինքն խոսքի ազատության, հասարակության ինստիտուտների հետ կապված մենք այդ քաոտիկ եւ անհստակ ասեմ կամ փնթի ասեմ վիճակին առնչվել ենք, ծանոթ ենք, ունենք տեղեկատվություն եւ սեղանից կարեւոր խնդիրը, որ Թրամփը ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, այստեղ մշակույթն է վերացնում, որտեղ մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատում են, դրանք կրում են նաև այդ կառավարման մշակույթը, բառապաշարը, մտածելակերպը, վերաբերմունքը, եւ այստեղ իհարկե նաև գործ ունենք նաև անպատժելիության հետ, որովհետեւ կարծում եմ դա այնպեսի մի սկանդալ է, որը երևի թե սենատում կամ կոնգրեսում պետք է հատուկ կոմիտեի քննության առարկա դառնա, որովհետեւ պետական նշանակության ունեցող այդպիսի գործողություն է կատարվում, որը ունի ամենայն հավանականությամբ հուժ գաղտնի, այդպիսի մի բան, բայց բացվում է մի հատ սոցիալական ինչ-որ մի հատ խումբ, որտեղ քննարկում են, այսինքն փոխանակ, ոչ թե փոխանակ, դա ենթադրում է բոլորին այլ ձևաչափ։ Բայց ես որպեսզի մենք չվերածվենք ամերիկանիցների կամ բանի, ասենք թե Ամերիկայի զուտ քաղաքական իրավիճակը վերլուծողների, որը դրա վերաբերյալ շատ ավելի լայն ինֆորմացիա է պետք, եւ որոշակի այդ տեղեկությունները, այն իրավիճակը, որում գտնվում է ամերիկյան ժողովրդավարություն, ես կուզենայի մենք կապեինք հայկական ժողովրդավարության հետ զուգահեռների առումով, ինչի մասով այդ համատեքստում եմ այդ խնդիրները բարձրացրել, որտեղ մենք կարող ենք արձանագրել հետեւյալը, որ առաջինը ժողովրդավարությունը մեկըդմիշ տրված չի լինում, նույնիսկ այնպիսի պետությունում, ինչպիսին Միացյալ Նահանգներն են, եւ հիմա կարող ենք ասել, որ ժողովրդավարական աշխարհի առանցքային նշանակություն ունեցող պետությունը կառավարվում է մի անձի կողմից, որի վարքագիծը, որի մտածելակերպը հակաժողովրդավարական է, ավելին ամեն մի հաջորդ քայլը ուղղված է ժողովրդավարության դեմ, եւ հիմա կարող է այսպիսի մի հարց ծագել, թե իսկ կհաջողվի Թրամփին 4 տարվա ընթացքում ոչնչացնել ամերիկյան ժողովրդավարությունը եւ իր այլևս գործընկեր, որտեղ ինքը ոչ մի անգամ չի օգտագործել այլ բառ, քան թե գործընկեր, Պուտինի ցանկությունը կատարել, որը նշում է, որ Թրամփը շատ կարճ ժամկետում ամեն ինչ կարգի կբերի, այսինքն կարգի կբերի այն իր հասկացության տեսակետից, իր հասկացության սահմաններում։ Այո։ Եվ այս առումով, երբ որ անդրադառնում ենք հայաստանյան իրավիճակում, որտեղ մենք ունենք այնպիսի մի սահմանադրություն, որը ժողովրդավարության երաշխավոր չի կարող հանդիսանում, մենք բազմիցս ենք խոսել նաև առիթ եղել ձեր հետ, ներկա ժողովրդավարությունը Հայաստանի չի երաշխավորում ժողովրդավարությունը, մեր սահմանադրությունը չի երաշխավորում, ուրեմն եւ սահմանությամբ չի երաշխավորված եւ բարի ցանկությամբ չի կարող կամ սեփական նախաձեռնությամբ չի կարող այդ սահմանադրությունը ժողովրդավարական թեկուզ վարքագծով չի կարող ժողովրդավարություն գոյությունալ։ Գոնե մենք տեսնում ենք, որ իմ նշած այդ USAID հայտնի NED-ը ազատություն ռադիոկայանի հետ կապված Ամերիկայի ձայնի հետ կապված կան նաև դիմումներ դատարաններ, ամերիկյան դատարաններ եւ դատարանները որոշումներ են կայացրել Թրամփի վարչակազմի այդ հրամանները ուրեմն չեղյալ հայտարարելու, այսինքն այստեղ գոյություն ունի նաև իշխանությունների տանջատման եւ փոխզսպան սկզբունքի կարողագույն սկզբունքի ուրեմն խախտում, որովհետեւ կոնգրեսն է դրամական միջոցները հատկացնում, թե ուրեմն NED-ին, թե ուրեմն ազատություն ռադիոկայանին, եւ այդ դեպքում դուրս է գալիս, որ ինքը կոնգրեսի լիազորությունների շրջանակի մեջ է մտնում,
այսինքն կոնգրեսի որոշումները ինքը իր հրամաններով փորձում է չեղարկել։ Մեր պարագայում տեսնենք կա այդպիսի մի տարբերակ, որ դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չեղալ հայտարարի գործադիր իշխանության որոշումները նման առանցքային նշանակություն հարցերով։ Կա արդյոք մեր մոտ տարբերակ, որ տեսեք, որտեղ մեծամասնությունը ազգային ժողովում, ինչպես ասենք սենատոնը, չէ, հանրապետական մեծամասնություն, երբ որ ինքը դառնում է բացարձակ մեծամասնության կարգավիճակում, որ փոքրամասնությունը որևէ ազդեցություն չի ունենում մեծամասնության վարքագծի վրա, ապա ինքը անխուսափելիորեն դառնում է ավտորիտար կառավարում, բայց Միացյալ Նահանգների պարագայում երկպալատանի իրենց պարլամենտում կան քննող մարմիններ, եւ ես վստահ եմ, որ ինչ որ ժամանակ հետո այդ քննիչ կոմիտեները կնախաձեռնեն քննություն առանձին այդ հարցերի վերաբերյալ, որը կվերաբերվի իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունք։ Ինչ անում Տրամպը հիմա, անգամ փորձում է ազատվել այն դատավորներից, որոնք իր կարծիքով այսինքն որոշումներ են կայացնում իր հրամանագրերի դեմ։ Ինքը նաեւ իր տեսակետից անբարեհույս ոչ վստահելի դատավորներից ազատվելու վարքագիծ է դրսևորում։ Այսինքն այստեղ ինչ ենք ուզում ասել, որ Ամերիկայի փորձը հանձինս Թրամփի, որը ժողովրդավարության փորձակար է, լավագույնս ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ են ունենում ոչ ժողովրդավարական գործելակերպը պետության վրա, ինչպիսին հանդիսանում է անգամ Միացյալ Նահանգները, ուր մնաց թե եթե ոչ ժողովրդավարական վարքագիծ, ասենք թե դրսևորվի այնպիսի մի պետությունում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ չկա սահմանադրական այդ երաշխիքները, պարլամենտը չունի որևէ անկախ քննություն իրականացնող մարմին, որտեղ մեծամասնությունն է մեր մոտ պարլամենտական քննիչյան հանձնաժողովների կազմը որոշողը, դատական համակարգի հետ կապված։ Այսինքն ունի, բայց նոմինալ։ Չէ, կա քննիչյան հանձնաժողով ստեղծելու, բայց ինքը կարող ստեղծվի մեր սահմանադրական ուրեմն կարգավորումներով, միայն եթե մեծամասնությունը համաձայնվի։ Միացյալ Նահանգներում փոքրամասնությունը կարող է հենց քննիչյան հանձնաժողով ստեղծի։ Այսինքն այդ ինստիտուտները կան, որոնք քննությանին առնելու եւ տեսնենք թե ինչ ընթացք ունի, բայց կա նաեւ դատարան վերջին հաշվով Միացյալ Նահանգներում, չէ՞։ Անգամ Գերագույն դատարանը, որտեղ թվում էր թե հանրապետական կառավարման կողմից նշանակված տեխնիկացիաների մեծամասնությունն պետք է իօքուտ հանրապետական քաղաքական մեծամասնության, հա, այսինքն տվյալ դեպքում Թրամփի հրամանագրերը հաստատի, բայց ըստ էության նաև դրա դեմ է որոշում կայացնում։ Այսինքն այստեղ կա որ նաև ժողովրդավարության համար ինստիտուցիոնալ մեխանիզմները իհարկե անհրաժեշտ պայման են, բայց բավարար չեն, այլ կարևոր է նաև ժողովրդավարական մշակույթը։ Մեր պարագայում, երբ որ սահմանադրությունը չի երաշխավորում ժողովրդավարությունը, իրապես չկա։ Իշխանության տարանջատման եւ փոխզսման սկզբունքը չի երաշխավորված։ Եվ գումարած նաեւ ժողովրդավարական մշակույթը, մտածելակերպը, գործելակերպը, հա, ինքը թեկուզ 7 տարվա ընթացքում, հա, եթե դալինք հաշվարկը վերցնենք 2018-ից, չեմ ասում անկախությունից հետո 30 տարվա ընթացքում չի ձևավորված, որտեղ եթե ձևավորվածներ մենք չէինք ունենա հեղափոխություն, այն ինչ որ տեղի ունեցավ 2018։ Ցավոք սրտի հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսակետից մենք չունենք առաջի հերթին ես նշեցի ուրեմն սահմանադրությունը, երբ որ այդ սահմանադրությունը ստեղծողները նեղվում են այն գործելակերպից, որը լիովին սահմանադրության տրամաբանության մեջ է եւ ներկայ իշխանությունները իրացնում են իրենց մեծամասնության լիազորությունները, հա։ Եվ այս առումով իհարկե մի հատ ուրիշ կարևոր հարց է, Միացյալ Նահանգները դա կներեք ոչ Հայաստանն է, ոչ անգամ Նիդերլանդները, ասենք թե ես ամենևին որևիցե բան չունեմ, բայց իր կարողությամբ, իր հզորությամբ, իր գլոբալ դերով ժողովրդավարական աշխարհի, հա, արժեքների պահպանման տեսակետից, երբ որ իզոլացվում է, իսկ այդ ամբողջ քաղաքականությունը
ժողովրդավարական աշխարհից իզոլացվելը, դա իզոլացվելը մեկուսանալը Թրամփի հիմնական վարքագիծն է, մյուս կողմից ուղեկցվում է ուրեմն ագրեսիվ գործողություններով հարևան պետությունների նկատմամբ, այսինքն ժողովրդավարական պետությունների Կանադան, հիմա արդեն Դանիան, Գրենլանդիայի հետ կապված աշխարհամասում է, ասենք թե Պանամայի նեղուցի, այդ ջրանցքի հետ կապված հարցերով, կամ ինչ աբսուրդ բան, ասենք թե մեքսիկական ծոցը վերանվանվում է ամերիկյան ծոց, Պոպուլիզմ։ Հա, չէ, եւ սա է, այսինքն նույնիսկ եւ հիմա այստեղ հարցը հիմնականը թե Միացյալ Նահանգների տեսակետից այս փորձությունը կկարողանա հաղթահարել ամենաժողովրդավարական պետությունից մեկը համարվող պետությունը, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, կկարողանա դիմագրավել այս ժողովրդավարության ուղղված գործողությունները, որը կատարվում է պետության ղեկավարի կողմից, նախագահի կողմից, կկարողանա արդյունավետ լինել հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը, չեմ կարող ասել, բայց մի բան կարող եմ ասել, որ այն ահռելի վնասը, որ հասցվեց եւ շարունակում է հասցվել, դրանք չեն կարող շարունակական լինել, բայց մյուս կողմից էլ մեր պարագայում այնպիսի դեռևս որակմամբ Freedom House-ի մենք հիբրիդային ռեժիմով կառավարվող պետություն կա, այսինքն ժողովրդավարական պետություն, կայացած պետություն Հայաստան դեռևս չի հանդիսանում, այլ նա այդ process-ի մեջ է, հա, դեռևս կայացման մեջ են։ Եվ այս առումով Հայաստանի ապագան իրապես մնում է, այսինքն ընտրանք չունենք մենք, քան Եվրոպական միությունը կամ Եվրոպական միության տարածաշրջանի ժողովրդավարական պետությունները, որոնք գիտակցելով այս ամեն ինչը, հաշվի առնելով, թեկուզ ժամանակը կարճ է, բայց մարտահրավերը վերցել են Թրամփի վարչակազմի կողմից ժողովրդավարության դեմ մարտահրավերները եւ հիմա իրենց դիրքավորման, ռեսուրսների խմբավորման խնդիրն են լուծում, թե անվտանգային տեսակետից, թե ժողովրդավարական հաստատությունների պաշտպանության տեսակետից եւ կարելի է ասել, որ հետ պատերազմյան, ես նկատում եմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդավարական ինստիտուտները երբևէ այսպիսի փորձության չեն ենթարկվել այս աստիճանի, նույնիսկ սառը պատերազմի տարիներին, ինչքան հիմա, որովհետև եթե սառը պատերազմի ժամանակ ավտորիտար պետություն հանձինս խորհրդային ռեժիմի դրանք գտնում էին այսպես կոչված այդ ժողովրդավարական համայնքից դուրս, հա, երկաթե վարագույրի այն կողմը, հիմա ժողովրդավարության դեմ գործողությունը իրականացում է այդ ժողովրդավարական համայնքի առանցքային պետության կողմից ներսում, հա, ներսից է ուրեմն տեղի ունենում այդ սպառնալիքը եւ դա իրապես սպառնալիք է։ Եվ այս առումով Հայաստանի հետագայի առումով շատ կարեւոր է, որ մենք ժողովրդավարական անվտանգային համակարգի այդ ձևավորման process-ում չուշանանք, մասնակիցը լինենք, հակառակ պարագայում, պարոն Ստեփանյան, մենք ունենալու ենք այն իհարկե մի քիչ վտանգավոր է զուգահեռներ անցկացնել պատմական, հա, որտեղ ժամանակները տարբեր են։ Այն վիճակը, որ 1920 թվականն էր։ Տեսեք, 1920 թվականի, 18-20 թվականի առաջի հանրապետությունը ինքը ընտրություններով եւ այլն, հա, որը չկար արդեն նույն բոլշևիկյան Ռուսաստանը, որը սահմանադիր ժողովը ուղղակի ոչինչ չասեց, այսինքն բոլշևիկյան Ռուսաստանը դա ամրագրեց պրոլետարիատի դիկտատուրա վերջին հաշվով, չէ՞, եկեք ընտրությունները Հայաստանում խախտումներով եւ այլն, բայց ինստիտուտներ կային, հա, այսպես կոչված չկայացած ժողովրդավարություններ, հիբրիդային, իր բոլոր խնդիրներով։ Հիմա եթե մենք չենք ընդգրկվում ժողովրդավարական անվտանգային համակարգում եւ կարելի ասել եվրոատլանտյան այդ համակարգը հիմա դառնում է եվրոպական, ըստ էության փաստ է, ապա մեր միակ ճանապարհը մնում է սպասել, եթե այդպես կներեք թույլատրելի է, կամ ոչ թե սպասել, մյուս տարբերակը գնում է ազատարար կարմիր բանակի ներխուժման փրկության մեխանիզմը։ Սա այնքան պարզ է, այնքան ուրեմն հստակ է
եւ անվտանգային այն մարտահրավերները, որոնք մենք ունենք հիմա Հայաստանը, հանձինս Իլհամ Ալիևի կողմից, այն ոտնձգությունները, որոնք շարունակվում են, դա մեխանիզմ է, որ ամբողջությամբ հովանավորվում է առաջի հերթին իհարկե Կրեմլի կողմից, որ Հայաստանը հայտնվի մի այնպիսի իրավիճակում, հիշում եք, երբ որ փրկության կարիք կար Ռուսաստանի կողմից։ Չէ, այո, եւ ասի թե եւ միակ տարբերակը մնա, ասի եկեք փրկեք մեզ։ Հասկանում եք, որ այդ 18-20 թվականների այդ վիճակը, երբ որ Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, 10000 քառակուսի կիլոմետրի վրա էր մնացել եւ հետո ազատագրական բանակը եկավ Չակերտերով Մինչև այսօր պրոռուսական ուժերը դա ներկայացնում են Հայաստանում որպես փրկություն։ Որ այն ժամանակ մեզ սովետը փրկեց 10000 էին, 9000։ Այո, այն դեպքում եւ այն դեպքում երբ որ շատ լավ գիտենք, որ քեմալական Թուրքիային այդ սպառազինություն, զինամթերք եւ այլն 3 միլիոն ռուբլի ոսկով։ Պատմությունը կրկնվում է, պարոն Սաքոյան։ Չէ, մեխանիզմը այն մեխանիզմը, որ կիրառվել է, եթե այն ժամանակ Թուրքիայի միջոցով էր, չէ, Քեմալա 3 միլիոն ռուբլի ոսկով վերջնաշով բոլշևիկյան Ռուսաստանը աջակցեց Աթաթուրքին։ Հայաստանի առաջի հանրապետության դեմ դա մասին կան վկայություններ։ Կոմունարկեքով էին, չէ, թուրքական ասկերները կռվում։ Կոմունարկեքով, Կարմիր բանակի այդ կոմունարկեքով, որտեղ համազգեստը դա էր նաև օգտագործում։ Դա մասին չեն խոսում։ Այսինքն հիմա այն ժամանակ Թուրքիային էր օգտագործում որպես այսպես կոչված Հայաստանը բոլշևիկյան զնդանի եւ թուրքական մուրճի միջև։ Հիմա էլ դա օգտագործում է Հայաստանը ուրեմն Ադրբեջանի Իլհամ Ալիևի, հա, զնդան եւ այս անգամ Կրեմլի մուրճի այս տարբերակ զնդան եւ այս մեխանիզմը արդեն իսկ մեկ անգամ կիրառվել է Հայաստանի նկատմամբ։ Եվ կա կրկնության վտանգը։ Եվ կա կրկնության վտանգը եւ այս առումով է որ այդ Թումանյանի ասած թռչնի բարձունքից որ նայում ես, հա, պարզ հանդիս հայացքով գործողությունները, գործընթացները եւ այլն, եւ ուղղակի զարմանում ես թե վերջնաշով ինչու՞ է կայանում, այսպես ես չեմ ուզում գնահատական տամ, հապաղում ասեմ չեմ կարող ասել, որովհետեւ այնուամենայնիվ Եվրոմիության անդամության, հա, գործընթացը սկզբնավորեց, բայց ինքը պետք է ունենա բովանդակային։ Օրինակ շատ պարզ մի հատ հարց ուշադրություն դարձրեք։ 2013 թվականին չստորագրվեց հայտնի սեպտեմբերի 3-ի ուրեմն Արևելյան գործընկերության ասոցիացիան համաձայնագիրը։ Դրա փոխարեն ստորագրվեց 4 տարի հետո երկար բանակցությունից հետո համընդհանուր, հա, գործընկերության համապարփակ այդ գործընկերության բանը ՍԵՊԱ։ Նախկին իշխանությունների օրոք ստորագրվել է, նա մնացել է ներկայ իշխանությունների օրոք, թվում է թե որևէ տարաձայնություն չպետք է լինի ՍԵՊԱ-ի հետ կապված։ Չէ՞ որ մեկը ստորագրել է, մեկը որպես ժառանգություն ունենա եւ ասել է, օքեյ, այդ մենք շարունակում ենք դա։ Բայց դուք ազգային ժողովում չեք տեսնի ջանքեր, այսպես վստահելի բովանդակային խոսույթ կարևորում, որ Եվրոմիության հետ այդ ՍԵՊԱ համաձայնագիրը որպես Հայաստանի, հա, անվտանգության զարգացման ժողովրդավարության, հա, կարևոր նշանակություն ունեցող համաձայնագիր ի վերջո։ Ավելին, այո, Եվրոմիությունը էլի ընդառաջ գնաց եւ ՍԵՊԱ պլյուս անվտանգային բաղադրիչը, չէ՞։ Գիտեք, պետության կենսունակության, պետության գոյության, պետության շարունակականության տեսակետից այդ հնարավորության նկատմամբ նման անխնամ վերաբերմունքը եւ դրան զուգահեռ անընդհատ մեջ բերել ԵԱՏՄ, չեղած հապկ, ԱՊՀ եւ այլն։ Ուղղակի ապշում ես թե լավ, բայց ինչի՞ մարեք ստորագրում։ Այսինքն դուք ստորագրում եք, գիտեք, հասկանալի է ձեր Եվրոմիության դեսպանը նախին այդ վերջի բանն էր, ասեմ, հիշում պարոն Սվիտալսկին Հայաստանում
մի անգամ այդպիսի մի պորտքում ունեցավ, թե ինչ որ ի վերջո Եվրամիությունը դա բանկոմատ չէ, որ ցանկացած ժամանակ այդ քարտը դնես եւ փող։ Այսինքն եթե դուք մտածում եք, որ շատ չերես-չուրս, այսպես ռուսերեն կներեք, շուստրեք, հա, որ պետքա ստորագրեք ու մենակ փող ստանաք կամ բան։ Այդ հիշում եք այն 2.6 միլիարդ եվրոյի այդ պատմությունը։ Աջակցությունը։ Փաթեթ էր, չէ՞, չենք ասում կենթան այնտեղ դրած բան, բայց դա հնարավորություն էր։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ի վերջո ինչպես կարելի է բովանդակային առումով չգնահատել հնարավորությունը, որի չօգտագործելու դեպքում դու ունենում ես այն, ինչ որ մի քիչ առաջ մենք ասեցինք։ Պարոն Սաքոնց, դուք նշեցիք ազգային ժողովը, ես ուղղակի ինձ մոտ տպավորություն եմ ստեղծում, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, որ ջանքը եւ մեր ներկա ազգային ժողովը անհամատեղելի հասկացություններ են, բայց թողենք հանգիստ ազգային ժողովը, ես ինչու սկսեցի մեր զրույցը Ամերիկայում իրավիճակից, որովհետեւ Ամերիկան այն երկիրն է, որի վրա մենք բոլորը փորձում ենք հավասարվել ժողովրդավարության կառուցման գործընթացում, այդպես է ստացվել եւ Ջո Բայդենի ժողովրդավարական սամիտները, որտեղ իդեպ Հայաստանը մասնակցում էր եւ հրավիրվում, դրա բառապացույցն են։ Հիմա Թրամփը ձևավորվում է մի նոր Ամերիկա, մի նոր իրավիճակ է ձևավորվում, որը թույլ է տալիս օրինակ Ռեջեփ Էրդողանին ընդդիմադիր քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուին ձերբակալել, որովհետև նա լավ գիտակցում է, որ նա իր հիմնական մրցակիցն է ապագա նախագահական ընտրություններում եւ ընդհանրապես ընտրություններում։ Արդյոք այսպիսի Ամերիկան, ես դրա համար եմ կարևորում Ամերիկան չի ստեղծում մի իրավիճակ, երբ որ Թուրքիան, օրինակ Էրդողանը կարողանում է այսպիսի գործողություններ ձեռնարկել, որը ստացել է պատասխան, հա, արձագանք միայն Եվրամիության կողմից։ ԱՄՆ-ից դեռ ոչ մի ձայն տուն չկա եւ ես կարծում եմ չի էլ լինելու։ Եվ արդյոք ես անվանում եմ դա միջազգային խուլիգան։ Թրամփի դարաշրջանը դա միջազգային խուլիգանների դարաշրջան չէ։ Եվ նույն Իլհամ Ալիևի ձեռքերը որոշակի առումով արդեն կապված չեն այնպես ինչպես նորինակ եղել են կապված Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Մեր խնդիրը, որը մեզ անընդհատ ստիպում է շրջահայաց լինել եւ տեսնել թե ինչ է կատարվում Ամերիկայում, սա է։ Գիտեք, Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումը ակնհայտ էր, որ քաղաքական նպատակ հետապնդում, բայց եկեք չմոռանանք նաև 2016 թվականին, այսպես կոչված պետական հեղաշրջման փորձի հետ կապված նույն Էրդողանի կողմից գյուլենականների նկատմամբ եւ գյուլենի զինվորականների, այո, երբ որ ըստ էության, այսինքն դա եղել էր ոչ Թրամփի օրոք ի վերջո։ Չէ, ուզում ասեմ, Թուրքիան մի քիչ միշտ չէ ասվել, Թուրքիան գլխացավանքն է։ Բոլորի գլխացավանք։ Եվ առաջին հերթին հարևանների։ Այստեղ ուղղակի մի այո խնդիր կա, որ եթե մենք կարող ենք հղում անել, որ Միացյալ Նահանգները կարող են զսպել Թուրքիայի որոշակի քայլերը, հիմա մենք այդ ակնկալիքը չենք կարող ունենալ։ Բայց չպետք է թերագնահատել նաև Եվրոպական միության եւ առանցքային պետությունների դերը ի վերջո։ Այո, Թրամփը լուրջ խնդիր ստեղծեց։ Ինքը հավասարակշռությունը խախտեց։ Աշխարհակարգը որպես այդպիսին, երբ որ որոշումներ, օրինակ նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, հիմա պարզ չէ, որ արդեն մի քանի անգամ վարկագիծը այդպիսին ա եղել, որ միանշանակ գնահատական չի եղել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, չէ՞։ Ավելին ինքը գտնում է, որ ինքը հզոր տղա է Պուտինը եւ նա այդ կարելի է խոսել եւ այլն։ Եվ այդ առումով չի կարելի թերագնահատել Եվրոպական միության որպես համախումբ, հա, մարմնի դերը եւ առանձին անդամ պետությունների դերը, այնպես որ սա եւս մի կարևոր կրվան այն բանի, որ այս պահին մենք ընտրության, ես նկատում եմ ոչ թե օգնության տեսակետից, հա, որ ձեռքը ծալածնեցես, ասես կգան մեզ կփրկեն, չէ։
համագործակցության Ինչը մեզ բնորոշ է։ այո, համագործակցությունը որպես ռեսուրս քո համակարգի ուրեմն անվտանգության տնտեսական ժողովրդական ինստիտուտների առումով հանդիսանում է Եվրոպական միության եւ առանցքային պետություն եւ նրա առանցքային պետությունները։ Այնպես որ այո, աշխարհակարգի հավասարակցությունը Թրամփի այս անհավասարակշիռ պահվածքով խախտվում է, երբ որ խուլիգանները միջազգային, ոչ թե խուլիգաններ չասենք, միջազգային հանցագործները, դա միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից ձերբակալության ուրեմն որոշման հիման վրա է մեզ, չէ, վերջնաշով որոշիլա, որ Պուտինին եւ նրա ուրեմն այսպես կոչված երեխաների իրավունքների պաշտպանի նկատմամբ ձերբակալման որոշումը կայացվի։ Դրանք ստանում են լեգիտիմություն, երբ որ ձեռք ես մեկնում։ Այսինքն ժողովրդավարական պետության ղեկավարը ձեռք է մեկնում հանցագործին, հանցագործության մեջ կասկածողին եւ լեգիտիմացնում է եւ դա իհարկե բավական լուրջ մարտահրավեր է։ Էրդողանի պարագայում տեսեք դուք չեք ակնկալի չէ որ ասենք թե Ռուսաստանում կամ Ադրբեջանում կամ չգիտեմ Թուրքմենստան կամ բանա Տաջիկստան ասենք նման զանգվածային ցույցեր լինեն։ Թուրքիայում դեռևս այդ գիզի այգու հետո դեռևս այդպիսի չնայած ես պետք է ասեմ որ այնուամենայնիվ Թուրքիայում ասել որ թեկուզ նույն Ստամբուլի քաղաքապետը ժողովրդավարական արժեքների հավատարիմ կրողն է ես դա չեմ կարող նույն եթե համեմատություն տանենք Էրդողանի հետ միգուցե որտեղ Թուրքիայում ցավոք սրտի ազգայնականությունը ինքը հիմնական տրենդն է եւ մեր գործընկերները, մեր ընկերները քաղաքասարակության իրավապաշտպանների, որոնց հետ մենք ունենում ենք հանդիպումներ, նրանք ցավոք սրտի որովհետեւ պահանջված է բնակչության կողմից, ընտրողների կողմից։ Բան չեմ ասում, ժողովրդավարությունը տեղի ունենում շատ, այսինքն ժողովրդավարության էությունը Թուրքիայում ծայրահեղ ազգայնականների, քիչ ազգայնականների կամ իսլամիստների եւ այս կայքում է, հա, տեղ ունենում այդ բաները, ընտրական process-ները։ Դե ժողովրդի հանրապետական կուսակցությունը այս առումով չարած փոքրագույնն է։ Բայց եկեք մի բան, որ այնուամենայնիվ Թուրքիայի դեպքերը իհարկե ոչ միայն ներթուրքական են, այլ նաև եւս մի կարևոր հանգամանք է, որ մենք մեր իրավիճակի, մեր նկատմամբ մարտահրավերների կանխարգելման մեր կայուն զարգացման կարևոր ինստիտուցիոնալ գործընկերը, հա, այս պահին հանդիսանում է Եվրոպական միությունը, Ֆրանսիան, նույն Մեծ Բրիտանիան, հա, որոնք եւ այստեղ որևէ զիջում կատարել բռնապետական ռեժիմները, ինչպիսին օրինակ է հանդիսանում է Ալիևը կամ Պուտինը, դա պարզապես նշանակում է նահանջ ունենալ այդ համագործակցության, որի մասին խոսում ենք, հնարավորություններից։ Սա ես չգիտեմ, կարող է մտածում են, թե կարելի է ինչ-որ ժամանակ շահել կամ իսկապես ժամանակի գործոնը շատ կարևոր է։ Չգիտեմ, ոչ թե շահելու առումով, ժամանակի գործոնը շատ որոշիչ է եւ այդ ժամանակի գործոնը մեզ տրված է, որպեսզի մենք կարողանանք մեր դիմակայությունը, մեր ուրեմն կարողությունները ի վերջո, հա, բոլոր առումներով զարգացնենք։ Եվ այս առումով ես կուզենայի, որ իհարկե մենք ուզում ենք բոլորս էլ, որ մեր ռազմավարական համագործակցությունը օրինակի համար նույն Ֆրանսիայի հետ։ Օրինակ ինչու՞ չպետք է օր առաջ դառնա որպես փաստաթուղթ։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, բայց շատ դանդաղ։ Գիտեք, մենք գնում ենք դեպի այդ համագործակցությունը։ Ես հիմա չեմ ուզում հետադարձ անցած ժամանակի վրա անդրադառնալ, բայց կուզենամ հետևյալն ասեմ։ Օրինակի համար, պարոն Ստեփանյան, երբ որ 20 թվականի այդ պատերազմից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշում եք, կարծեմ ասեց, որ Ռուսաստան թույլ չտա, որ Ադրբեջանը հարձակվի։ Հարձակվեց։ Այսինքն դա ապացույց է, որ Ռուսաստան թույլ տվեց, մեղմ ասած։ Դրանից հետո 21 թվականին ինչ էին անում ռուսական գլխավոր շտաբի սպաները կամ ինչ էինք անում մենք պետք էր անպայման
22 թվականի այդ կամ ջերմուկի այդ դեպքերը տեղի ունենան, որ մենք ուշքի գանք եւ 1 տարի մենք 21 թվականին պարոն Սաքունց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսներին տեղակայել է հայ-ադրբեջանական սահմանում 21 թվականին։ Ես հետ եմ ասում, այսինքն օրինակի համար պատկերացնում եք, եթե Եվրոմիության դիտորդները լինեին, չէ՞ վերջնաշով ինչ որ պահի եկանք այդտեղ, որ ժամանակի գործոնի նշանակությունը մենք մեր այս կարճ ժամանակվա պատմության մեջ առավել քան համոզվում ենք, թե ինչքան նշանակություն ունի, որ ճիշտ ժամանակին ճիշտ քայլերը կատարես։ Եվ ընդհանրապես թերագնահատում ենք ժամանակի գործոնը։ Բայց նույնիսկ եմ կրկնում, քանի անգամ պետք է նույն փաստարկը, որ Ռուսաստանի Դաշնությունը առնվազն, եթե ոչ հրահրող, ապա թույլ տվողն է եւ օգտագործողն է Իլհամ Ալիևին ռեժիմին կոդեմ ճնշում գործադրելու Հայաստանին, որպեսզի դառնանք այն նույն իրավիճակին, ինչպես 1920 թվականին էր, որ հեղկում եկավ իբր թե փրկելու, արդեն մնացորդները եւ հանդես գալ, ուրեմն որպես փրկիչ են դեպքում, երբ որ ձեր մյուս ձեռքով դու օգնում ես քեզ այդ վիճակին հասցնողին, այսինքն Ռուսաստանը մի ձեռքով օգնում էր Հայաստանի դեմ պատերազմ հրավիրեն, հետո մյուս կողմից հենց այդ տակին ինչ մնում էր, ասում էր թե եկեք ձեզ փրկեմ, հա։ Եվ այս մեխանիզմը, փորձարկված մեխանիզմը հիմա քանի անգամ պետք է հիմա այլ նորագույն ժամանակներում համոզվեն, որ դա ոչ թե անարդյունք է, այլ նույնիսկ հանցավոր անտարբերություն է կամ ոչ պատշաճ գնահատում է այդ գործոնին, հա, որտեղ ինքը մեկ անձի, գիտեք, ես սխալվում եմ, դուք սխալվեք, ասենք, թե մեր ինչ որ չնայած մեր շրջապատի հետ կապված կարող են, չէ, խնդիրներ լինեն, ինքը այնուամենայնիվ մարդու համար անհարմար է, բայց պետության կողմից, երբ որ դու պատշաճ չես, ըստ արժանվույն չես գնահատում այդ ռիսկերը, ավելին, ինչպես նշեցիք, ռազմական հենակետեր են տեղադրում, եւ հետո մտածում ես թե բանը այդ ռազմական հենակետերը խանգարում են Եվրոմիության քաղաքացիական դիտորդներին, ասենք թե կամ գիտեք, ասենք թե հա դե եթե համաձայնագիրը կնքենք Եվրոմիության քաղաքացիական դիտորդների հետ կքննարկենք եւ այլն, եթե կնքենք ամենը առանցքային արտահայտությունն է, եթե կնքենք, խնդիրը մոտեցումն է, որ տեսեք, էլի ցանկացած համաձայնագիր անուն ինչ ուզում են դնեն հարաբերությունների կարգավորման, չգիտեմ, փոխադարձ մեկի մյուսի ճանաչման կամ չհարցակվելու մեր պարագայում առանց միջազգային երաշխիք նկատի չունեմ, որ գալու ասի թե գիտեք ոնց է, այ ենթադրենք ես կանգնում եմ կամ ստորագրում եմ, որտեղ այդպիսի երաշխիքեր հանդիսացավ նաև Կրեմլը, չէ, հիշում եք, նոյեմբերի 9-ի այդ երրակոմ հայտարարության ըստ էության երաշխավորը ինքն էր, որը այդպես էլ չնայած չէր կարող Կրեմլը երաշխավոր լինել։ Իրենք հետո հայտարարեցին, որ իրենք երաշխավոր չեն։ Այո, չէ, չնայած ինքն էր գրել տեքստով, այո։ Չնայած ինքն էր գրել։ Այսինքն մենք հիմա միջազգային մեխանիզմներ պետք է ներգրավենք այստեղ, որպեսզի տվյալ դեպքում հանդիսանում է Եվրոմիության 100 կամ 200 քաղաքացիական դիտորդները ավելի մեծ նշանակություն ունեն, քան են ռազմական հենակետերը Ռուսաստանի Դաշնության եւ ամբողջ հապկը իր 97 թվականի ռուս-հայկական պայմանագրով։ Սա փաստ է, չէ՞, այսինքն դրա դեմ կամ դա հաշի չառնել եւ էլի շարունակել մնալ, ես չեմ կարող հասկանամ։ Այսինքն այն ինչ պետք է անեն, որպեսզի դու դադարեցնես ուղղակի։ Հուսանք, որ մենք այդ առիթը այլևս չենք ունենա, պարոն Սաքունց, իմանանք ինչ պետք է անեն հերթական անգամ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Մեր հյուրներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր եթերը։